հայտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, վերադառնալուց ամեն ինչ փոխված էր, լրիվ ամեն ինչ փոխված էր, լավը։ Իսկ այդ փոփոխությունը ազդեց ձեր նկարների գույների վրա։ Չէ, ավելի շատ ազդեց ստեղծագործական, որ ստեղծագործեմ ավելի շատ Գյումրուց, գյումրեցիներից, Հայաստանից, ամեն։ Իսկ ինչու որոշեցիք մասնակցել այս ցուցահանդեսին, առաջինն է սա ձեզ համար հայրենիքում։ Ցուցահանդեսի նպատակը հոբբի մտածողությունն է, որ մասնակցենք իրար հետ, որ ճանաչեն մեզ, որ իմանան նաև իմ վերադարձը Հայաստան։ Քանի նկարներ ունեք այստեղ ձեզանից ներկայացված։ 12 հատ նկար ունեմ ներկայացրած, որոնք բոլորն էլ ներկայացնում են Հայաստանը։ Իսկ դուք քանի տարեկանից եք սկսել նկարելը։ Ես նկարել եմ, ինձ ինչ հիշում է։ Սա իմ գործերն է, ամենափերկիչ եկեղեցին, ես նկարել եմ իմ ոճի մեջ, նաև նկարել եմ մեր դերասանների նկարները, տարբեր ոճերի մեջ կան նկարածներս, տարբեր ոճերի մեջ են։ Իսկ երբ գնացիք Հայաստանից, ինչն էր ձեզ համար ամենադժվարը, ինչպես ստեղծագործող մարդը արդյոք երբ հեռանում է հայրենիքից, այսպես ասած, վակուումային իրավիճակում չի հայտնվում։ Այն ժամանակ 2000 թվականին ես գնացել եմ աշխատանքի նպատակով, որը ստացվել է, որը չի ստացվել եւ այդ ձևին մնացել եմ Ռուսաստանի Դաշնությունում ու 25 տարի։ Այնտեղ զբաղվել եք ուսուցչությամբ, նկարչություն եք սովորեցրել երեխաներին, անհատական դպրոց ունեցել եք ձեր։ Այո, ես ընդեղ ունեցել եմ անհատական դպրոց, որի անվանումն էր Ստուդիա Ռոսպիսի։ Ես դասավանդել եմ, նույն Ստուդիա Ռոսպիսը բացել եմ Գյումրիում, որտեղ հիմա զբաղվում եմ նկարների շրջանակներով, նկարների ռեստավրացիաներով, պատվերներ, ամեն ինչով։ Իսկ Ռուսաստանում հեշտ էր արդյոք ցույց տալ ձեր շնորհը, ձեր տաղանդը, խոչընդոտների չեք հանդիպել։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, ես ցուցադրել եմ իմ գործերը, մարդիկ հավանել են, ոչ մի խոչընդոտ չի եղել։